նա իրավունք չունի Արցախի կողմից բանակցի չուներ եւ չունի։ Հիմա պետք է հասկանանք, որ այսօրվա Հայաստանի Հանրապետության վարչապետը որպես վարչապետ էլ գոյություն չունի։ Գոյություն ունի ստորագրություն։ Եվ խորամանկ ձևով այս թուրք-ադրբեջանական խումբը փորձում է ստեղծել իրավական հիմքեր։ Այսինքն ոնց էր մի ժամանակ ընդունված էր մեր ստորագրությունները, որ անդադ չդնեին, գրիչ կնիքներ կար, քո ստորագրությունը անում էր, ամենտեղ դնում էր։ Հիմա այսօրվա Հայաստանի Հանրապետության վարչապետը հենց այդ ստորագրությունն է մնացել, այնտեղ վարչապետ չկա, որոշում կայացնող չկա, եւ այս երկու խորամանկ երկրները փորձում են իրավական հարցեր լուծել։ Մենք ինչքան էլ ասում ենք իրավունք չունի, էս չունի, բայց նրանք փաստավավերագրական եւ իրավական հիմքեր են փորձում ստեղծել եւ այդ Եվրոպան էլ աչք է փակում, որ ինչ օրենքի խախտումներով այդ փաստաթղթերը ստորագրվում եւ մեզ կանգնացնելու են փաստի առաջ։ Հիմա մյուս կողմից այդ քարոզարշավը, հա, արևմտյան ես Ադրբեջան բառն էլ մենք էլ չենք օգտագործելու, մենք որոշել ենք, որ այդ մերձ Կասպիա օգտագործենք, քանի որ Ադրբեջան ամեն անգամ օգտագործելով մենք նրանց լեգիտիմացնում, այո, լեգիտիմացնում ենք, այո, այդ մերձ Կասպիան ռեգիոնի քարոզարշավի հետ համեմատել կամ փոխանակել միջազգային իրավունքը, մարդու իրավունքը, ապրելու իրավունքը, կյանքի իրավունքը, դա հանցագործություն է հենց։ Շատ մեծ հանցագործություն է եւ նամանավան մի մարդու կողմից, որ ընդհանրապես իրավունք չունի։ Նա ոչ իրավունք ուներ հանձնել Արցախը, նա ոչ իրավունք ուներ բանակցել, նա ոչ իրավունք ուներ այս վերջի այդ հայտարարությունները անել, քանի անգամ մեկ անգամ էլ ցուցմունք տվեց Արցախի դեմ, որ էլի մենք անդրադարձել ենք, այսինքն նա անում է հանցագործություն եւ այդ հանցագործության տակ դնում է ստորագրություն, հույս են լավ, որ մենք նույն կարծիքին ենք, որ Հայաստանը տանելու է լուծարման, որպեսզի այդ բոլոր հանցագործությունների դիմաց նա պատասխան չտա։